Տոպիկը սկսված է։ Սիրելի երեխաներ, մենք ամեն երկուշաբթի փորձում ենք գտնել այն ինչ հետաքրքիր է եւ ուսուցողական։ Մենք այստեղ ենք եւ միասին անցկացնելու հետաքրքիր րոպեներ, այդպես չի ընկերներ։ Իհարկե, բարի երեկո, սիրելի երեխաներ։ Արևիկ, Արսեն, այդ ինչով եք զբաղված։ Արսեն, այս ամեն ինչի մեղավորը դու ես։ Երեխաներ, տեսեք, Արսենն այս խաղալիքներն այստեղ է թափել։ Իսկ ինչ, մենակ ես, չէ՞ որ մենք երկուսով ենք խաղում։ Արսեն, դու էիր գնդակով խաղում, ուրեմն դու էլ մեղավոր ես։ Դա ես էլ չէի ուզում, երեխաներ, գնդակն էլ այսօր են կողմկնում ու ամեն ինչ թափում։ Դու ես գնդակով խաղում, ուրեմն դու էլ մեղավոր ես։ Արևիկ, դու գոնե մի անգամ չկարողացար բռնել գնդակը, դրա համար դու ես մեղավոր։ Ոչ դու։ Ոչ դու։ Դե աղջիկներ, ասեք, ով է մեղավոր։ Գիտեք ինչ, ընկերներ, գնդակով պետք է խաղալ բակում կամ զբոսայգում։ Իսկ եթե վատ եղանակ է եւ դրսում անձրև է, ուրեմն պետք է գնդակով ավելի հանգիստ խաղալ։ Այսինքն անի։ Դե եկեք այս ամենը արագ մի կողմ դնենք։ Ես հանգիստ գնդակը հրում եմ ու մոտ գնա նրան հարց կտամ։ Ինչ հետաքրքիր է անի։ Ով է պապիկից գնացել, տատիկից գնացել, գայլից գնացել։ Դա կլորիկն է, ապրես հասմիկ։ Որ հեքիաթում է հետևյալ տողերը։ Սևուկուլիկ, սիրումբալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար։ Դռնակը բաց ներս գամ ես, անուշ կատամ քեզ։ Սևուկուլիկ հեքիաթում, ապրես Աննա։ Անի որ խոսեցինք հեքիաթի մասին, ժամանակն է որպեսզի լսենք հեքիաթ։ Ողջույն երեխաներ, ես Ռոմանն եմ, այսօր ես կպատմեմ ինչպես է շունը մարդուն ընկեր դարձել հեքիաթը։ Վաղուց, շատ վաղուց, շունը անտառում մենակ էր ապրում, որոշում է ընկեր գտնել, դիմում է նապաստակին և ասում. նապաստակ, արի միասին ապրենք։ Նապաստակը համաձայնում է, գիշերը շունը սկսում է հաչել, նապաստակը արթնանում է և ասում. շուն մի հաչիր, գայլը կգա մեր կողմերը և մեզ կուտի։ Վաղկոտի մեկը բացականչում է շունը ու գնում գայլի մոտ և ասում. գայլ, արի միասին ապրենք։ Գայլը համաձայնում է, գիշերը շունը նորից սկսում է հաչել, գայլը վեր է կենում և ասում. շուն մի հաչիր, արջը կգա մեր կողմերը և մեզ կպատրոտի։ Նույնպես գայլին թողնելով շունը գնում է արջի մոտ և ասում. արջ, խնդրում եմ, արի միասին ապրենք։ Արջը համաձայնում է, գիշերը շունը իր սովորությամբ սկսում է հաչել։ Արջը արթնանում է և ասում. շուն մի հաչիր, մարդը կգա մեր կողմերը։ Նույնպես արջին թողնելով շունը գնում։ Այսինչ է, բոլորը վախենում են, մտածում է շունը ու գնում մարդու մոտ և ասում. մարդ, արի միասին ապրենք։ Մարդը համաձայնում է, գիշերը շունը դարձյալ սկսում է հաչել, մարդը արթնանում է և ասում. ապրես, հաչիր, ինչքան ուզում ես հաչիր, որ գայլն ու արջը չգան մեր կողմերը։ Ինչ լավ է, մտածում է շունը, վերջապես ինձ համար անվախ ընկեր եմ գտել։ Սա էլ մեր այսօրվա հեքիաթն է, կհանդիպենք։ Դե գնացինք։ Երեխաներ, չզարմանաք, մեր մոտ ֆիզկուլտուրայի ժամ է։ Երեխաներ, դուք էլ միացեք մեզ և կատարեք երեկոյան մարմնամարզություն։ Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների մարմնամարզությունը նպաստում է նրանց հոգեկան և ֆիզիկական զարգացմանը, ընդգրկվում է երեխայի ռեժիմում։ Առողջությունն ամրապնդելու հետ այս պարապմունքները զարգացնում են երեխայի շարժումները, կրծքի երեխան սովորում է սողալ, ինքնուրույն նստել, նախապատրաստվում է առաջին քայլերն անել։ 1 տարեկանից բարձր երեխաները պարապմունքների շնորհիվ սովորում են ցատկել, քայլել, վազել, մագլցել, ձեռք են բերում շարժական մկանների լավագույն համաձայնեցում և գեղեցիկ կեցվածք։ Մարմնամարզության կանոնավորապես զբաղվելիս զարգանում է ոչ միայն երեխաների շարժողական գործունեությունը, այլև նրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգը։ Կատարելագործում են սիրտանոթային, շնչառական, նյարդամկանային համակարգերը, բարելավում է յութափոխանակությունը։
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների պարապմունքների համալիրները պարունակում են ուսակոտու, փորի, մեջքի, ոտքերի, մկանների և ման տարբեր դիրքերից ամրապնդելու ընդհանուր զարգացնող վարժություններ։ 2 տարեկանից սկսած երեխայի հետ հարկավոր է անցկացնել ճիշտ կեցված, ձևավորող և ամրապնդող 3-ից 4 վարժություն պարունակող ամենօրյա առավոտյա մարմնամարզություն։ Պարապմունքների ժամանակ պետք է երեխային հագցնել թեթև և ազատ հագուստ, հանձնարարվում է կատարել բազմազան շարժումներով և դիրքերով փոփոխվող վարժություններ, առավելապես կիրառել խաղային մեթոդները։ Այսքանը մարմնամարզության մասին, մենք շարունակենք մեր մարմնամարզությունը, իսկ դուք դիտեք Արինային և Հեղնարին։ Բարև սիրելի մեջիկներ և փոքրիկներ, մուշմուշիկն է եթերում օրվա ապրիլի 30-ի թողարկմամբ։ Ուրախ ենք հանդիպման արդիվ և սիրով ողջունում ենք մեր փոքրիկ հավատարիմ ունկնդիրներին։ Ուզում եք, որ ձեր փոքրիկը սիրի ընթերցանությունը, օրինակ ծառայեք նրա համար, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ընթերցասեր փոքրիկ մեծացնելու գործում։ Թող փոքրիկը տեսնի, թե ինքներդ ինչպես եք հաճույքով ընթերցում, մեջբերումներ արեք, ծիծաղեք, որոշ հատվածներ անգիր արեք եւ այդպես շարունակ։ Ցույց տվեք, որ դուք գնահատում եք ընթերցանությունը, գնեք գրքեր, նվիրեք ու որպես նվեր ընդունեք։ Թող փոքրիկները իրենց համար գիրք կամ ամսագիր ընտրեն։ Տան մի անկյունում մի տեղ հատկացրեք ընթերցելու համար, տաքուկ հարմարավետ տեղ, որը լինի գրադարաններով և գրասեղանով։ Տանը պետք է լինի մանկական գրադարան։ Հավաքեք այնպիսի գրքեր, որոնք ոգեշնչում են փոքրիկներին, օրինակ գրքեր դինոզավրերի կամ տիեզերագնացության մասին։ Առաջարկեք փոքրիկին ֆիլմ դիտելուց առաջ կամ հետո կարդա դրան համապատասխան գիրքը։ Ըստ հերթականության միմյանց համար պատմվածքներ կամ ծիծաղաշարժ պատմություններ կարդացեք, խրախուսեք բարձրաձայն կարդալը։ Ավելի նախընտրելի է, որ փոքրիկը կարդա կարճ պատմվածքներ, հեքիաթներ, քան թե մեծածավալ ստեղծագործություններ։ Այսպիսով, նրանց մոտ առաջանում է ավարտականության և բավարարվածության զգացում, թող փոքրիկը ամի 3 կարդա գիրք։ Իսկ ահա հոգեբաններն էլ պարզել են, թե որ խաղալիքներն են վտանգավոր երեխաների համար։ Էլեկտրոնային խաղալիքները, որոնք խոսում են, քայլում են, երաժշտություն են հնչեցնում, դանդաղեցնում են երեխաների լեզվական հմտությունների զարգացումը։ Նման եզրակացության գիտնականները հանգել են ծնողների 26 զույգի և 10-16 տարեկան երեխաների հետ։ Գիտապորցի ընթացքում պարզ է դարձել, որ համակարգչային բջջային հեռախոսների խաղերը, էլեկտրոնային խաղալիքներն ամենաքիչն են օգնել լեզվական հմտությունների զարգացման մեջ։ Նման խաղալիքներով խաղերի ժամանակ ծնողներն երեխաների հետ ավելի քիչ են զրուցել։ Սիրելի մայրիկներ, մասնագետները պարզել են, թե ինչպես կանխել դպրոցականների տեսողական խնդիրները։ Ուսումն իհարկե լավ է, բայց չի կարելի մոռանալ ֆիզիկական ակտիվության մասին։ Խորհուրդ է տալիս երեխայի օրվա ռեժիմը այնպես դասավորել, որ երեխան կարողանա խաղալ բակում կամ զբաղվել սպորտով։ Սա օգտակար կլինի ոչ միայն երեխաների տեսողականության համար, այլև առողջության ու կեցվածքի համար։ Պետք չէ մոռանալ, որ հեռախոսների, պլանշետերի ու սմարթֆոնների երկարատև գործածումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության, կեցվածքի ու տեսողության վրա։ Դրա համար էլ մասնագետները սահմանափակել են այն ժամերը, որոնք երեխաներն անցկացնում են համակարգչի մոտ, ընդ որում այն սենյակը, որտեղ գտնվում է համակարգիչը, պետք է լավ լուսավորված լինի։ Համակարգչի մոտ աշխատելիս պետք է ամեն 20-ից 30 րոպե մեկ վեր գնալ և զբոսնել սենյակում։ Լուսավորությունը իհարկե կարևոր է թե երեխաների, թե մեծահասակների տեսողության համար։ Համոզվեք, որ այն նստարանը, որի մոտ երեխան դաս է սովորում, լինի դա տանը, թե դպրոցական դասասենյակում, ճիշտ է տեղադրված և որ աշխատանքային մակերեսի վրա է լույսը ձախ կողմից ընկնում։ Պետք է նաև ուշադրություն դարձնել դասասենյակների նստարանների դիրքին։ Գրատախտակից մինչև առաջին նստարանը պետք է հեռավորությունը լինի 2-ից 4, 2-ից 7 մետր, իսկ գրատախտակից մինչև վերջին նստարանը պետք չէ գերազանցի 8 մետրը։ Այսքանը այսօրվա համար, մենք եթերում կլինենք հաջորդ երկուշաբթի։ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում այս պահին մուշմուշիկն է։ Իսկ այլը ես, Հասմիկա, Արևիկը և մեր հեռուստադիտող երեխաները իմանանք, թե դուք ուր եք գնում։ Արսեն, դե արի տեսնենք, թե ինչ գրված է ցուցակում վերցրել ենք։ Ջուրը վերցրել ենք, բաժակները վերցրել ենք, հաց, վարունգ, լոլիկ, գազար, կարծես թե ամեն ինչ վերցրել ենք։ Իսկ այս ինչ գուլպաներ են, Արսեն։ Հեչ, սրանք իմ գուլպաներն են։ Վայ, վայ։
Ինչ է պատահել Արսեն, դուք ինչ-որ բան եք մոռացել։ Մենք մոռացել ենք ամենակարևորի մասին։ Դե Արսեն, էլ մի սկսիր։ Դե Արսեն, էլ մի սկսիր։ Մենք ոչ մի բան էլ չենք մոռացել։ Շատ լավ էլ մոռացել ենք։ Կարող եք դուք կռահել։ Ինչպես կռահենք։ Դե ինձ հարցեր տվեք, ես կպատասխանեմ։ Արսեն, այդ առարկան մեծ է թե փոքր։ Երբ այն պետք չէ, փոքր է, երբ այն օգտագործում են, մեծանում է։ Ես հասկացա, դա փուչիկն է։ Ոչ, դու սխալ ես։ Իսկ այդ առարկան պինդ է, կարելի է ուտել, թե չէ։ Ոչ, դա ուտելիք չէ։ Արսեն, գուցե կրակ վառելու համար է։ Ոչ, ոչ։ Դե մենք չգիտենք, մենք հանձնվում ենք։ Ինչպես չգիտեք, խոսքը պարսակի մասին է։ Այս ամենը մենք որտեղ պետք է տեղավորենք։ Դու ճիշտ ես, առանց պայուսակի մենք չենք կարող ոչ մի տեղ գնալ։ Մի տխրեք, ես տանը շատ մեծ պայուսակ ունեմ, հաղորդումից հետո կբերեմ եւ ձեզ կտամ, դուք այս ամենը կտեղավորեք եւ առավոտյան կգնաք։ Դե իսկ հիմա ժամանակն է, որպեսզի լսենք Սոֆիային։ Տեսնենք, թե նա այսօր ինչ մուլտֆիլմի մասին է պատմելու։ Ողջույն բոլորին։ Եվ այսպես, այսօր ես ուզում եմ պատմել հայտնի մուլտֆիլմ Չեբուրաշկան եւ Կոկորդիլոս Գենան մուլտֆիլմի մասին։ Չեբուրաշկա խորհրդային գրող եւ մանկագիր Էդուարդ Ունսպենսկու կողմից 1966 թվականին ստեղծված կերպար։ Չեբուրաշկան, Կոկորդիլոս Գենան եւ նրա ընկերները գրքի գլխավոր հերոսներից մեկն է։ Ճանաչում է ձեռք բերել 1969 թվականին Ռոման Կաչանովի կողմից նկարահանված Կոկորդիլոս Գենան մուլտֆիլմի թողարկումից հետո։ Գրքի սկզբնական տարբերակում արտաքնապես Չեբուրաշկան իրենից ներկայացնում էր փոքրիկ ականջներով, շագանակագույն մորթով եւ ետևի թաթերի վրա քայլող տգեղ արարածի։ Ներկայումս հայտնի Չեբուրաշկայի բարեհոգի կերպարը, որն ունի մեծ ականջներ եւ մեծ աչքեր, առաջին անգամ հայտնվել է Կոկորդիլոս Գենան մուլտֆիլմում եւ ստեղծվել է բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցմանի անմիջական մասնակցությամբ։ 1970-ական թվականներին Չեբուրաշկայի եւ Կոկորդիլոս Գենայի մասնակցությամբ մանկական հեռուստահաղորդումներ էին հրապարակում Շվեդիայում։ Երեխաներին միայն բարություն, լուսավոր ու պայծառ էներգիա են փոխանցում եւ դրական ազդեցություն ունենում երեխայի զարգացման վրա։ Եվ ցավոք, այժմ դրանց պակասը շատ է զգացվում։ Իսկ հիմա Կոկորդիլոս Գենայի մասին 1969 թվականի Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից թողարկված Ռոման Կաչանովի տեխնիկային մուլտֆիլմ է։ Ֆիլմի թողարկումից հետո մինչև օրս արտադրվում են հերոսների մասին տեխնիկներ, բացիկներ, նամականիշներ, հուշանվերներ, ինչպես նաև ֆիլմի հերոսների մասին գրել են կատակներ։ Կոկորդիլոս Գենան աշխատում է կենդանաբանական այգու որպես Կոկորդիլոս։ Ամեն օր երեկոյան նա վերադառնում է տուն իրենց լքված բնակարան։ Վերջապես նա հոգնում է խաղալ շախմատ ինքը իր հետ, եւ Գենան որոշում է գտնել իր ընկերներին։ Ամբողջ քաղաքում փակցված հայտարարություններին հարձագանք էին տալիս մարդիկ եւ կենդանիները։ Առաջին գալիս է Գալայի աղջիկը թափառական շան հետ, իսկ նրանից հետո Չեբուրաշկան, սակայն ոչ բոլորն էին ընկերասեր։ Շապոկլակ անունով մի ծեր կին, որը հայտնի է ամբողջ քաղաքին։ Շապոկլակ անունով մի ծեր կին, որը հայտնի է ամբողջ քաղաքին, իր խուլիգանական արարքների համար ցանկանում է խաբել իր ընկերներին։ Այնուհանդերձ նա սղճում է եւ բոլորին գլորավոր կերպով հայտարարում. Լավ, երկար չխոսեմ, ավելի լավ է այս պահին դիտեք այս գեղեցիկ մուլտֆիլմից մի փոքրիկ հատված, այն երեխաներին միայն բարություն, լուսավոր եւ պայծառ էներգիա են փոխանցում, իսկ ես ձեզ ասում եմ բարի գիշեր։ Пусть бегут неуклюже пешеходы по лужам, а вода по асфальту рекой
И неясно прохожим в этот день непогожий, почему я веселый такой. Ах, я играю на гармошке у прохожих на виду. К сожалению, день рождения только раз в году. Прилетит вдруг волшебник в голубом вертолете и бесплатно покажет кино. С днем рождения поздравит и, наверное, оставит мне в подарок 500 эскимо. Ах, я играю на гармошке у прохожих на виду. К сожалению, день рождения только раз в году. К сожалению, день рождения только раз в году. Здравствуйте. Здесь живет крокодил Гена? Да, он живет здесь. Это я. Ну тогда распишитесь. Ես շատ եմ սիրում ուտել, ինչ է դուք չեք սիրում ուտել։ Ես էլ եմ սիրում ուտել, բայց քո նման չեմ կեղտոտվում։ Ոչինչ, ես անձեռոցիկ ունեմ, հիմա կմաքրեմ։ Այ հիմա շատ գեղեցիկ է։ Վայ, ինչ լավ է, որ անձեռոցիկը եկավ մեծ օգնության, թե չառած դրա ինչ պետք է անեիր։ Հետաքրքիր է, տեսնես մարդիկ ողուց են անձեռոցիկ օգտագործում։ Ասում են անձեռոցիկները ստեղծել են հռոմեացիները եւ շատ վաղուց։ Շատ առաջ որպես անձեռոցիկ ծառայել են թզերու թփերը։ Իմ լավ ընկերներ, ժամանակակից անձեռոցիկների նախատիպը թզենու տերևներն են եղել, որոնք դեռևս 3500 տարի առաջ օգտագործվել են ստրուկների կողմից։ Նրանք ճաշկերութից հետո դրանցով սրբում էին իրենց տերերի շրթունքները, իսկ սեղանի անձեռոցիկները ասում են ստեղծել են հին հռոմեացիները։ Դրանք այնքան թանկ արժեին, որ դրանցից կարողանում էին օգտվել միայն ազնվականները։ Այդ անձեռոցիկները սրբելուց հետո գցում էին կրակի մեջ։ Միջին դարերում անձեռոցիկների տեսակները սկսեցին շատանալ։ Ռուսաստանում Պետրոս առաջինի շնորհիվ է անձեռոցիկը հայտնի դարձել եւ տարածում գտել։ Դե ինչ շնորհակալություն հռոմեացիներին նման անհրաժեշտ իր ստեղծելու համար։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, ինչպես եւ խոստացել էինք, մեր հաղորդումների ժամանակ բարբերաբար կանրադառնանք Գյումրիում տեղի ունեցած 10-րդ վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնի մասնակիցներին։ Այս պահին եկեք տեղափոխվենք Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, այնտեղ ուսանողները եւս գրավել են պատվավոր տեղեր։
Ես Զուրիկա, մեր այսօրվա հաղորդումը։ Մուշմուշիկ հաղորդաշարն է եթերում։ Բարի գիշեր։ Նոր շունչ, նոր դիզայն, նոր մոտեցում։ Մուլտերի աշխարհ մանկական սրճարանը իր հյուրընկալ եւ ուրախարկի ներքո հրավիրում է անցկացնել ձեր փոքրիկների կյանքի ամենակարևոր իրադարձությունները։ Մեզ մոտ դուք կարող եք համատեղել ձեր եւ ձեր փոքրիկների ամենօրյա հանգիստը։ Ձեզ սպասվում է մեծ անակնկալ։ Շաբաթը 1 օր մեզ կայցելեն ամենատարբեր եւ սիրված մուլտհերոսները։ Սիրով սպասում ենք ձեզ։